Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք սիրելիներս։ Հուսով եմ, որ դուք լավ եք, ես նույնպես շատ լավ եմ։ Նոր վլոգ եմ սկսել, ուզում եմ ասել, որ վլոգը լինելու է միայն այսպես կնստեմ այստեղ, զրույց կանեմ մի փոքրիկ, կտեղադրեմ ալիքում, խնդրում եմ դիտեք, ուշադիր լսեք, կաշխատեմ կարճ խոսեմ, ինչքան որ տեսնեմ երկարի կտևի զրույցը, բայց ամեն դեպքում եկեք խոսեմ, շատ կարևոր է, քանի որ բավական ժամանակ է ես ուզում եմ այս տեսանյութը նկարել եւ չեմ նկարում ինչի համար, քանի որ ժամանակի առումով չեմ հասցնում եւ ամենագլխավոր պատճառը մոռանալն է, անկեղծ եմ ասում, մոռանում եմ, ամեն ինչ եմ ես մոռանում, հաճախակի եմ ես ամեն ինչ մոռանում, հիմա տենց է իմ մոտ թե լարվածությունից է, թե գրաֆիկից է, թե ինչից է, չգիտեմ, ամեն դեպքում ուզում եմ ասել, որ մոռանում էի, բայց երևի թե որ ասեմ մի 15-20 օր է, մի քիչ էս կոմենտում կարող է սխալ ասեմ, բայց եկեք կոնկրետ թիվ չասեմ, ուզում էի այս վլոգը նկարել, նախ ուզում եմ բոլորիցդ իմ խորին շնորհակալությունը հայտնել, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս ես մի հատ պաչիկներ ուղարկեմ բոլորիդ, սիրում եմ շատ բոլորիդ, ոնց որ դուք եք ինձ սիրում, իմ ընտանիքին, ոնց որ դուք եք այդքան լավ կամենում ինձ, իմ ընտանիքին, գրում եք գեղեցիկ մեկնաբանություններ, իմ կողքին եք, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, մեկ առ մեկ, շնորհակալ եմ բոլոր մեկնաբանություն գրողներին, բոլոր ինձ նոր միացողներին, այսպես եկեք սկսենք ու անցնենք բուն թեմային, ես քանի որ դուրս պետք է գամ, պատրաստվեցի, կիսապատրաստվել, դեռ պետք է մազերս հարդարեմ ու հագուստս փոխեմ ու դուրս պետք է գամ, գործեր ունեմ, բայց ասեցի ոչ, եթե ես այսօր էլ չնկարեմ, ապա էլի կգնա ու կմնա այստեղ ունեմ բլոկնոտիկ, որը որ վերցրել եմ, որպեսզի նշեմ, նշումներ անեմ, թե չէ եթե ես սկսեմ խոսալ, կարող է մոռանամ, ինչի մասին է խոսքը, ու Սոնայի հեռախոսով ցույց կտամ, սկրին եմ արել, ամեն դեպքում գնացինք, ուզում եմ ասել, որ ես իմ վլոգները որ տեղադրում եմ, ես ունեմ շատ լավ հետևորդներ ու ոնց նկատում եմ, քանի գնում է, ոնց որ թիվը ավելանում է, ես հիմա կասեմ ինչի մասն է խոսքը, շատերին իմ հետևորդներից նկատել եմ, որ նախ նոր են սկսում ալիք վարել, որոնք որ սկսել են բավական ժամանակ, բայց արդեն ինձ են հետևում, մի խոսքով, ես ուզում եմ ստեղ մի հոգուց բացի, Արև Սահակյանից բացի, որը որ դեռ փոքրիկ քայլերով մտել է YouTube, Արև ջան, ես հատուկ ես ասում եմ, եթե կլսես, կգրես, երբ որ դու ինձ գրել էիր, առաջի անգամ ես չէի կարդացել քո մեկնաբանությունը, այսինքն ինձ չէր եկել, հետո որ դու ինձ գրեցիր, հետևորդների պահով եկավ այն ժամանակը, որ Սոնայի առողջական խնդիրները, որ եկան, մենք հիվանդանոցներում էինք արդեն, ու այսպես էդի մնաց եւ ոչ թե մնաց, այլ ես մոռացա, բացարձակապես մոռացա, ջնջվեց ուղեղիս միջից ու եթե ես չգրեմ ինչ որ մի տեղ, ինձ մեկը չհիշացնի, թեկուզ սենց շրջվեմ կարող է մի կողմ ու վсё, այդ ինֆորմացիան գնաց իմ ուղեղից։ Ինչևից է, ուզում եմ ասել, բացի Արևից, ոչ մեկ ինձ չի ասել, որ ես ալիք ներկայացնեմ, որ ես իրենց էջերը գովազդանեմ, բայց ես իմ խղճի ու սրտի առաջ պետքա ազնիվ լինեմ, ես պետքա իմ սրտի ու խղճի առաջ մաքուր լինեմ, ես ոչ մեկին, որ Աստծո առաջ մաքուր լինեմ, ամենակարևորը ու բնականաբար ոչ մեկի հաշվետու չենք, ոչ մեկի չգիտեմ, չենք ասում արդարանում կամ չգիտեմ ինչ անում, ամեն դեպքում ես պետք է իմ խղճի առաջ մաքուր լինեմ ու Աստծո առաջ, քանի որ ես տեսնում եմ, որ իմ սիրելի հետևորդները, ովքեր որ ունեն ալիքներ, բացել են, հետևում են ինձ, մի րոպե, մի հոգու անուն եկավ իմ մտքին, որ ես գիտեք ոնց եմ դուրս գրել անունները, մի 5-10 վլոգ գնացել եմ,
ու այդ իրանց գրած բաներով, կոմենտարաներով հանել եմ իրանց էջերը, ներողություն եմ խնդրում, մի հատ ստեղ ես գրիչ ունեմ, մի րոպե, այս ամենատակը Անի անունը ավելացնեմ, Անի ջան կներես, ես երկար ժամանակ երևի մեկնաբանություն չէի գրեն, ես որ չասեի, ես կմոռանայի, բայց ամեն դեպքում այստեղ ես ցուցակ եմ կազմել, գրել եմ, քանի որ իմ աղջիկները թեկուզ իրենք ալիք են վարում, ժամանակ են տրամադրում ինձ, իմ վլոգներին, իմ ալիքին դիտում են ու ինչու չէ մեկնաբանում են ու որ ես տեսել եմ, որ իրենք թեկուզ մեկնաբանության միջոցով տեսնում են, որ վլոգ են վարում, տեսնում են, որ էջեր ունեն, ճիշտ է, իրենք կարող է շատերը ուղղակի շորտ տարբերակով, մեկը գեղեցիկ բնությունն է ցույց տալիս, Լուսինես օրինակ շատ գեղեցիկ էսթետիկ համով բաներ է, իզուր չի իր էջի վերնագիրը համերի աշխարհ, ռուսերեն Միր Ֆուկուսով ընդեղ ունենք մեր Շունիկով Անահիտը, ոնց որ կներես Անահիտ ջան, եթե ես սխալվում եմ, ներող եղիր, բայց ինձ ուղղիր, հեսա ես հերթովի էջերը ցույց կտամ, ուզում եմ ասեմ շատերը, որ Կարինեն Սարգսյան, Լուսինես, Սիմոնյան վլոգը, Սերինե Արեգ վլոգը, Արև Սահակյանը, որ գալիս են ինձ մեկնամ, Արևը շուտվանից չկա իդեպ, բայց ես որ այսպես հետևում էի, ես գրում էի, ես առաջինը Արևին հիշեցի, ասեցի Արևն ինձ ասել էր ու ես այդպես է չարեցի ու ես ոնց որ անընդհատ իմ մտքի մեջ լիներ, ես երբեմ այս վլոգը նկարելու։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, ինչի՞ չէ, ես չունեմ միլիոնավոր, հազարավոր հետևորդներ, բայց ես ունեմ շատ լավ, որ ասում եմ քանակը կարևոր չի, որակն է կարևոր, շատ լավ հետևորդներ, ես ունեմ շատ լավ ինձ դիտող մարդիկ եւ ինչի՞ չէ, սիրելիներս, ովքեր որ կցանկանաք, հիմա եթե ես ներկայացնեմ աղջիկների ալիքները, էջերը կարող եք անցնել, ես հիմա նկարներով էլ ցույց կտամ, միանալ իրենց, դիտենք, աջակցենք, ինչի ոչ, թող իրենք էլ առաջ գնան, հավաքեն իրենց հազարը, ովքեր որ չեն հավաքել, ովքեր որ հավաքել են, շատ ուրախ եմ, օրինակ մեր Աննայի քուրիկը, մեր Ռուսաստանի Աննայի քուրիկը, ես Աննայի քուրիկին պետքա շնորհավորեի, բայց էլի Արմինե ջան, նախ շնորհավորում եմ քեզ, որ շատ կարճ ժամանակում հավաքեցիր քո 1000 հետևորդը, քեզ հաջողություն ես բնագավառում, քո քուրիկը ինձ շատ է օգնել մոնտաժների հարցում, ալիքն է իմ գովազդել, ես ճիշտ է իրապես տենց էլ չեմ կարողանում սիրուն վիդեոներով գովազդանել, ինչը ճիշտ, բայց ամեն դեպքում ես չէի կարող քո էջը չասել, ամենավերևում էլ գրել եմ Աննայի քուրիկը Արմինե Մուրադյանը, շնորհավորում եմ Արմինե ջան քեզ ու բոլոր աղջիկներին, բարի գալուստ YouTube, հաջողություն եմ մաղթում բոլորիդ, հեշտ չի այս բնագավառը, հեշտ չի վլոգ նկարելը, մոնտաժ անելը, տեղադրելը ու հեշտ չի մարդկանց գնահատականը, փառք Աստծո, ես իմ ալիքում միշտ դրական գնահատական ունեմ, միշտ դրական աուդիտորիա ունեմ, միշտ դրական մեկնաբանողներ ունեմ ու չգիտեմ ոնց որ սենց Աստծո կողմից բոլորը ուղարկված լինեն, ինձ գալիս է միայն դրականը, խնդրում եմ միացեք այնպիսի մարդիկ, որ մարդկանց աշխատանքը գնահատեք, որ մեկը ցույց է տալիս առօրյա, մեկը ցույց է տալիս ճանապարհորդություն, մեկը սնունդ, մեկը ցույց է տալիս իր պատրաստած համեղությունները, մեկը ցույց է տալիս, թե ինչպես է մշակում հողը, բերք ստանում, կամ գեղեցիկ ձեռագործ աշխատանքներ է կատարում, մեկը տարբեր, եկեք հարգենք մեկս մյուսի տարածքը, ոչ մեկի գործը չի, ով ինչով է զբաղվում, դուք չէ որ պետքա դիմացինին ասեք ինչ անի, ինչ չանի, ինչով զբաղվի կամ չգիտեմ, բոլորի կյանքը նույնը չի, կենցաղը տարբեր է, հետևաբար տարբեր են մարդիկ, տարբեր են ապրելակերպերը, տարբեր են բնագավառները, եկեք հարգենք մեկս մյուսի աշխատանքը, սիրենք իրար, բարին կամենանք, տեսեք օրինակ ես իմ ալիքը սկսելուց, ես Աննային էլ եմ դիմել, բայց Աննան ինձ ասում է մինչև ես քո դիմելը, ես էդի իր հետ եմ խոսել, իմացել եմ ինքը գովազդը մինչև իմ հետ խոսելն է արել, Աննա քուրիկս է ինձի օգնել, Անժել քուրիկն է ինձի օգնել, այնտեղ Անին Ռուսաստանի, այն մի Անին, որ ես նոր ավելացրեցի, որ ինքը 1000
կարելը չուներ ինքն էլ ինձի առանց իմասելու, այ անին առանց իմասելու է ինձ ներկայացրել, ընդեղ կար նարան, մեր շատ սիրելի, մի խոսքով, ես որ նոր էի սկսել, ես չգիտեի, տենց ասում էի, որ իրանց վաղուց հետևորդներն եմ եղել, եկեք ես դիմեմ իրաց, որ ինձ ներկայացնեն, ես շուշուտ բան անեմ, բայց շնորհակալ եմ բոլոր ներկայացնողներին, բոլոր չներկայացնողներին, ում էլ որ դիմեցի, ռոձիբը չէ, տենց բան չի կարա լինի, բայց օրինակ ես իրենց վաղուցվա հետևորդն եմ ու իրենց հետևորդ, որ բոլորի հեռախոսներն է վերցնում, սես կպնում էի, որ իրանք օգնեի իրանց հազարի ժամանակ, մի խոսքով, հիմա եթե անուններ մոռացա, ովքեր որ ինձ գովազդել են, խնդրում եմ ներող եղեք, որովհետև ես նորից եմ ասում, ես չէի միացրել, որ ներկայացնե ով է ինձ գովազդարել, ուղղակի խոսքը որ եկավ, ասեցի, ես այսօր խոսելու եմ այս աղջիկների մասին, ովքեր կան իմ ալիքում, ովքեր կան իմ վլոգների տակ, ովքեր դիտում են ինձ ու իրենց թանկ ժամանակը տրամադրում ու մեկնաբանություն են գրում, անչափ ես գնահատում եմ ու իմ միջի մարդ տեսակը, իմ սիրտը ինձ թույլ չէր տա, որ ես օրինակի համար սա ինձանից կարող է մի փոքրիկ ժամանակ տանի, բայց թող տանի, բա ինչի համար է լավությունը, բա ինչի համար է մարդկությունը, բա ինչի համար է մարդ տեսակը, որ ես էլ օրինակի համար իմ փոքրիկ լուման ներդրում ունենամ, իմ աղջիկներին նախ հաջողություն եմ մաղթում բոլորից սիրելիներս, մեծ կլինեք, փոքր կլինեք, ջահել կլինեք, թե ինչ տարիքի ուզում լինեք, արեք ոնց դուք ցանկանում եք, նկարեք ոնց ձեզ հարմար է, նկարեք այն ինչ դուք սիրում եք, զբաղվեք նրանով, ինչով որ դուք սիրում եք զբաղվել, նորից եմ կրկնում, մենք ով ենք, որ դիմացինին քննարկենք, քննադատենք, մեկը հողագործություն է անում, մեկը տնտեսություն է պահում, բա դուք կարաք պահեք այդ տնտեսությունը, դուք կարաք անեք այդ հողագործությունը, հելը մի հատ քննադատելուց առաջ մեկը հելունագործություն է անում, մեկը գեղեցիկ հուլունքագործություն է անում, հելը մի հատ էտը տես դիվանու վրա նստած, որ ձեր մատը մատներին չեք կարա տակ, ու մի հատ սպասի ինչի համար չեք կարա պատրաստեք, մի հատ նայեք այդ կանայք աղջիկները, որ այդքան չարչարվում անում, դնում, ստեղծում են, ստեղծագործում են, դուք իրանց մի տոկոսը կարաք լինեք, որ քննադատում եք, չեք կարա լինեք, մեծ ոչ մեկ թող չխոսի, հնարավորություն ունեք, շրջագայեք, հնարավորություն ունեք, գնումներ կատարեք, դա ձեր խնդիրն է, դա ձեր հնարավորություններն է, դա ձեր կյանքն է, օրինակ ինձ, բացարձակ իմ կյանքից, իմ կենցաղից, իմ առօրյայից, իմ օրվա կազմակերպելուց, ես մի կերպ եմ կազմակերպում իմ օրը, ուր մնաց նստեմ մտածեմ, Պողոսը, չգիտեմ, շրջագայեց, կամ Պողոսը այգի մշակեց, կամ չգիտեմ, ինչ որ ձեռագործություն արեց, վաճառեց, կամ ինչ որ հուլունքագործությունով զբաղվեց, կամ տորտ թխեց, կամ չգիտեմ, մաքրություն արեց, կամ այն մեկը ու լիքը բաներ կարամ կենցաղից թվարկեմ, եկեք հարգեք մարդկանց անձնական տարածքը, ձեր գործը չի դա, ձեր գործը չի դա, ապրեք ձեզանով, Աստված սիրում ու գնահատում է, բարձ ու հասարակ մարդկանց, մաքուր սիրտ մարդկանց, հետո ինչ որ կարող է դուք մի հատ, չգիտեմ, սենց երկու մեշոք շոր առնեք, գաք տուն նկարեք կամ օրական թռնեք այս երկրից, լավ եք անում, ունեք հնարավորություն արեք, կգա ժամանակը այդ ումը որ քննարկում եք, քննադատում եք, իր չարչարանքի ու տանջանքի համապատասխան ինքն էլ մի օր դա կունենա, իսկ ինչի կարծում, որ կյանքը աստիճան է, մի օր ներքևում ես, մի օր էլ վերևում ես, մի օր էլ վերևից կարաս ինձ գմփալով ընկնես, որ չես պատկերացնի ինչ ցավոտ կլինի, չքննարկեք ու չքննադատեք ոչ մեկին, սիրելիներս, սա խոսքը ձեր մասին չի, խոսքը նրանց մասին է, որ կարան տարբեր ալիքների տակ, տարբեր վիդեոների ու վլոգների տակ քննարկումներ ու քննադատություններ անել։ Եթե կարաք վիդեո դուք էլ նկարեք, YouTube-ը ազատ է, մոնետիզացիան բացված է, ազատ հարթակ է, նայես չի որ ստեղ գիտես բանա, կարող եք արեք։ Իսկ դուք գիտեք, որ այս հարցում էլ ասո, որ մատը խառը, որ դուք կարաք նկարեք, սիրված լինեք, գնահատված լինեք ու արագ ժամանակում շատ լավ հետևորդներ, դիտումներ ունենաք ու արագ ժամանակում YouTube ասված է խաղալիք չի։ Ես ինքս ներկայացրել եմ ու ես գիտեմ, որ Աստված այդ ամեն ինչն արել է։ Շնորհակալ եմ ես իմ Աստծուն, իմ կողք իմ ձեռքը բռնած տանում է, որտեվ ես Աստվածավախ մարդ եմ, ես Աստծո մարդ եմ, որտեվ ես որ նամակները
Խաչիկը ինձ օգնեց, մենք գրեցինք, ուղարկեցինք, պատկերացեք ինքը օտար մարդ ասում է ես այդ քո պարզության, այդ անկեղծության, քո ալիքի դրական լինելու բանով ես կարծում եմ, որ քո պատասխանները 10 օր էլ չի տևելու, ու տենց էլ եղավ, դուք տեսնում եք, կամ պատասխանները ամիսներ են տևում, որ Google-ը քեզ, YouTube-ը քեզ նամակ ուղարկի, կամ որ ընդհանրապես չի ուղարկում 100 անգամ գրում, ջնջում են կամ մերժվում են, կամ ամիսներ է տևում, բացառիկ դեպք 10 օրում իմ պատասխանը եկավ, դաժե 10 օր չէ, որովհետև պոստան ինձ չէր զանգել, մի շաբաթ ես իրենց հարցրեցի, ասեցի 2-3 օրա ձեզ մոտ է, կարայիք ավելի շուտ ուղղակի կամ տուն բերեիք, կամ զանգեիք, հեռախոսահամարը թողել էի, ափսոս ես զբաղված եմ, ես չկարողացա այդ 2-3 օրը շուտ մտնել, մի շաբաթում իմ պատասխանը եկել է, ինձ էլ ասեցին, ուղղակի չենք կարող բերել, հարմար չէ, չգիտեմ ինձ, մի խոսքով դա չի հարցը, բա ինչի հենց նես չի, YouTube-ը համաշխարհային հարթակ է, կարող եք արել, ոչ մեկ ձեր ձեռքը չի բռնել, ձեզ չի արգելում, ձեզ մարդիկ եթե նկարում են, նկարահանումներ են անում, մոնտաժներ են անում, ժամանակ են տրամադրում, 2-3 ժամ է տևում, գիտեք, որ տարբեր խառը վլոգները հավաքել իրար գլխի, ինձ մոտ այդքան է տևում, տանում է իմ աչքերի լույսից, տանում է իմ ժամանակից, իմ օրից, իմ երեխեքի, չնայած աշխատում եմ կամ գիշերն անեմ, կամ հովի պարտեզ եղած ժամանակ անեմ, բայց որ գոնե իմ երեխեքի, բայց եթե օրինակ երեխեքի, պետք է ես նենց լարվածություն մտնի, որ ես հասցնեմ համեն անեմ, արեք սիրելիներս, շնորհակալ եմ, որ իմ հետևորդներս, դուք սիրելիներս այնքան լավն ու բարի եք, որ երբեք ինչ չքննադատեցիք, երբեք չասեցիք ինչ ոնց խի, շնորհակալ եմ շատ, ես գնահատում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, հպարտ եմ ես ձեզանով, չեք պատկերացնի, կներեք մի հատ հով անեմ, դուռը փակել եմ, բայց պատուանը բաց է, միևնույնն է Հայաստանում շնչելու օդ չկա, չնայած ես շոքերին դիմացող եմ, բայց այս տարի չեմ դիմանում, ինչևից է, շատ երկարեց, բայց շատ հավես է, եկեք սենց զրույցները լսենք, սուրճ դրեք, իդեպ լսեք, հեսա աղջիկների սեջերն էլ կներկայացնեմ, հերթով, կարգով, շարքով, եկեք իրենց էլ միանանք, ցանկության դեպքում ես չեմ ստիպում, գնացեք, նայեք, դիտեք, եթե կհավանեք, բաժանորդագրվեք, նույնը իմ ալիքին եմ ես ասում, սիրելիներս դիտում եք, բաժանորդագրվեք, եթե դիտում եք, ուրեմն հետաքրքիր է, ուրեմն բաժանորդագրվեք, ինչ խոսք, ես չեմ սպասել, որ այս աղջիկները ինձ գրեն, Անի ջան կներկայացնես, որ ներկայացնեմ, չէ, ժողովուրդ ջան, եկեք մի քիչ բարի լինենք ու որ թեկուզ այս հարթակում էլի, որ նենց մի քիչ շատ բաժանորդներ ենք հավաքում, հետևորդներ, հələ մի մոռացեք էլի, որ այդ բաժանորդները սենց ադպիսկա անեն, չնայած ինձանից շատ մի քանի վլոգերներ ադպիսկա արեցին, չհասկացա ինչու, իրանց թեկուզ 1-2 ալիքներ էլ ունեին, սենց թեկուզ մի ալիք, թեկուզ 2 ալիք իրանք կային ինձ բաժանորդների մեջ, հետո իրանք դուրս են հանել իրանց բաժանորդագրությունը, բայց ես դրանից չեմ նեղվում, եկեք որ սենց բարություն անենք, որ Աստված այդ բարությունը բերի մեր դիմաց, կամ եթե ինչ-որ չափով օգնել ենք տվյալ մարդուն, եկեք դրոշակ չսարքենք, որ վայ, որ մենք չլինենք, դու չէ, շնորհակալ ենք, որ դուք օգնեցիք, բայց պատկերացրեք, որ օգնեցիք, արեցիք, անչափ շնորհակալ ենք, Աստված թող հազարապատիկը ձեզ տա, բայց արդեն դրանից հետո աշխատանքը իմն է, հիմա որ ես կներկայացնեմ, իմ աղջիկները ոչ մի պարտավորություն չունեն իմ առաջ, ու երբեք դրոշակ չեմ սարքի, որ գովազդ արեցի, չգիտեմ ինչ արեցի, երեխեք ջան, եկեք էլի եմ ասում, որ հավաքում եք 10, 20, 30, 40, 50, այդ հետևորդների շնորհիվ եք, ու այդ հետևորդներից մեկը օրինակ ես եմ եղել շատ վլոգերների, ուզում եմ ասեմ, եկեք անենք ու ասում եմ, չէ, լավություն արա գցի ջուրը, կամ որ Աստված ասում է մի ձեռքով որ անում ես, թող աչով անում ես, ձախը չիմանա կամ հակառակը չգիտեմ, լավ չեմ հիշում, ամեն դեպքում ուզում եմ ասել իրենց, որ ես ներկայացնում եմ, իրանք ինչ չեն ասել, բայց ես իմ սրտի ու խղճի առաջ, ինչի՞ չէ, իմ աղջիկներն են, եկեք օգնեմ, սենց է, որ սենց մի փոքրիկ, մեզ էլ էր չէ ժամանակին բաժաշ կապել, որ մի փոքրիկ առաջ սենց գնանք փուջուր-փուջուրի քայլելով, ու հետո արդեն մենք ենք այդ ամբողջ պատասխանատուն, մեր նկարելուց, մեր աշխատանքից, մեր վլոգներից, մեր ամեն ինչից է կախված սիրելիներս հետագա անելիքները ես կներկայացնեմ շատ մեծ սիրով, շատ մեծ հարգանքով ու առանց պարտավորության, առանց ինչ-որ մի բանի, առանց ինչ-որ դրոշակ սարքելու, առանց ինչ-որ մի, չգիտեմ,
սենց ֆրոջի, ես ինչ էր արեցի, ես ուրեմն այսպես սիրելիներս, այսօր նկարահանում եմ հուլիսի 20, ես ասոնայի հեռախոսս տեղա 27-ն է այսօր, այս նկարահանումը անում եմ հատուկ ձեզ համար, ու ինչ եմ ուզում ասած լինեմ, որ իմ աղջիկները ոչ մի պարտավորություն բան չունենան, ես շատ մեծ սիրով ու հարգանքով եմ այդ ամեն ինչն անում, ուզում եի ասել, որ ես ունեմ 1005-6 կարգի բաժանորդներ, ես ունենայի 10, 20, 30 հազար ես անելու էի, դրանից իմ մարտեսակը չի փոխվում, գիտեք ես իմ մեջ ինչն եմ շատ սիրում, որ ես նյութականն ու Սենց չգիտեմ բանը ինձ չի փոխում իմ մարտեսակը, ես չեմ կենտրոնանում նյութականի վրա ու ես նյութական մարդ չեմ, ես հոգևոր մարդ եմ, ես հոգևոր արժեքները սիրող գնահատող մարդ եմ, եթե դուք ինձ հետևած կլինեք, իմ խոսքից կհասկանաք, որ ես հոգեպես մարդ եմ, ու եթե ես ունենայի նույնիսկ 100,000, ես կանեի այն մեկնաբանություն գրողներին, որ գալիս ու ինձ գրում են, կուզենայի ես էլ իրանց օգնած լինեի, ու եկեք մտածենք, որ ինչ էլ որ անենք, Աստված մի օր ամեն բան փոխադարձաբար տեսնում է ու բումերանգի պես բերելու է մեր առաջ, լավն էլ անենք, վատն էլ անենք, սիրելիներս, եկեք գնահատենք մեկս մյուսին, հարգենք, սիրենք, բարին կամենանք, գնացինք էլ չեմ խոսում, վсё, հիմա անցնում եմ աղջիկների էջերը ասելուց, առաջինը գրել եմ մեր Աննա Մուրադյանի քույրիկին, Արմինե Մուրադյանի էջը, հիմա ես ցույց կտամ Սոնայի հեռախոսով բոլորին, ես որ մեկին սիրում եմ կամ ուզում եմ օգնած լինեմ, ես հեռախոսներով էլ եմ իրանց մեր տան անդամների պատվիսկա տալիս, որպեսզի ինչի՞ չէ, 1-2 բաժանորդ ավելանան, ու ես այդպես էլ Սոնայի հեռախոսով եմ պատվիսկա տալիս ու միանում եմ, որ ինչի՞ չէ, թեկուզ այդ մի բաժանորդով մարդուն լավություն ես չի անում դու, Արմինե Մուրադյան, ես ասում եմ, ես չեմ կարա այդ, կաշխատեմ, ես սովորեմ այդ մոնտաժի տեսակը, չեմ կարա սենց վիդեոյով անեմ դնեմ, բայց եկեք սենց անեմ, սա Արմինե Մուրադյանի էջն է, մեր Աննայի քույրիկի էջն է, Արմինե Մուրադյան, ես հիմա ում անունը որ կտամ, սիրելիներս, ումը որ կնշեմ, նորից եմ ասում, կարող եք գնալ, բաժանորդագրվել, օգնել իրանց, չնայած Արմինեն արդեն մի րոպե տեսնեմ, ամա իրա 1500, 1400 քանիս է, բայց մի խոսքով ամեն դեպքում կապ չունի, ինչքան որ ուզում է լինի, իրա քուրիկի շնորհիվ, փառք Աստծո, ինքը մի անգամից իրա 1000-ը լրացրեց, ոնց չեմ հիշում, ես ժամանակը տես չեմ ունեցել, որ մտնեմ իրան անձամբ գրեմ կամ շնորհավորեմ, ուզում եմ ասել, նայեք Սոնայի էջով եմ ես պատվիսկա տված, զանգակը սեղմած, մի խոսքով սա Արմինե Մուրադյանն է մեր Աննայի քուրիկը ձեր շատ ծանոթ, այս մեկը Լուսինեիս ալիքն է, Լուսինե Միր Փկուսով, իսկապես այն որ մի րոպե, Արմինեի մասին ասեցի ու անցա առաջ, ինչի անցնեմ առաջ, կարող եմ ասել, որ Արմինեն ներկայացնում է իրա էլի տարբեր խառը վլոգներա ոնց հասկացա, կենցաղը կլինի, աշխատավայրը կլինի, իրենց գեղեցիկ Ստեփանավանը կլինի, գեղեցիկ բնությունով, հավես հետաքրքիր տարբերվող ինքն էլ իրա ոճի մեջ վլոգերը, ողջունում ենք իրան, շնորհավորում ենք իրան, բարի գալուստ YouTube, հիմա Լուսինեիս, որը որ շատ գեղեցիկ, շատ համեղ, շատ էսթետիկ ալիք է, ինքը շորտ տարբերակներ է մենակ նկարում, բայց իրոքից համերի աշխարհ է, Լուր ջան, շնորհավորում եմ քեզ ու շատ ապրես, որ դու այդքան գեղեցիկ ու համեղ ես պատրաստում, վստահ եմ, սա Լուսինեիս ալիքն է, հուսով ենք մի օր մենք Լուսինեին դեմքով կտեսնենք արդեն վլոգներ նկարելուց, շատ կցանկանամ, որ սենց արդեն սիրում ես մարդուն չտեսած, բայց ամեն դեպքում հուսով ենք դա էլ կլինի, իմ շատ սիրելի Կարինե Սարգսյանը,
Կարինես ներկայացնում է գեղեցիկ բնություն, ճիշտ է, ինքը ունի շորտ տարբերակներ, էլի Լուսինեից նման վիդեոներ չունի, բայց ամեն դեպքում կարող ենք իրեն էլ ոգևորել, որ ինքն էլ հավաքի իր 1000-ը ու ավելի շատ վլոգներ նկարի, իրան էլ տեսնենք էկրանից, այն կողմ Արմինեն նկարվում է, խնդիր չկա, բայց այ Լուսինեն ու Կարինեն դեռ չեն նկարվում, ես կցանկանայի, որ կար ժամանակը հասներ են կետին, որ իրենք էլ նկարահանվեն։ Ահա, այս ալիքը Անահիտս, Անահիթե, Աստված իմ, Անահիտ ջան, կամ ես ուղղակի ինքն էլ այս շունիկով այս նկարը շունիկների նկարն է, համեղությունները խառը ինքն էլ ունի, են որ սենց հավես վիդեոներ, սիրուն, հավեսին, չրեղեն պատրաստում, ամեն համովություններ պատրաստում, ամեն ինչ, կարող ենք իրան էլ աջակցել, հուսով եմ մի օր իրան էլ մենք կտեսնենք էկրաններից ու կճանաչենք արդեն դեմքով, շատ լավն են ախր իմ հետևորդները, շատ սենց հավես մեկնաբանություններ են գրում, ջիգարով, հավեսով, սենց հարազատի նման։ Հիմա ներկայացնենք մեր հաջորդը, Սիմոնյան վլոգը, այս սենց իրանց դել, որ ոնց հասկացա, համ շորտ տարբերակները, համ բաները, բայց ամեն դեպքում քիչ է մնացել 1000-ին հասնենք, եթե կարող ենք օգնել, եկեք օգնենք իրանց էլ, կարող եք մտնել, էջ ուսումնասիրել, հավանել ու բաժանորդագրվել, հավես սենց ընտանեկան, սովորական առօրյա վիճակա, այդպես Սիմոնյան վլոգը, Սեր Արեգը, Սերինե Արեգ վլոգը, որը որ կան մարդիկ, որ պարտաճանաչ սենց իմ բաների տական, կամ որ չեն երևի հասցնում, կամ ժամանակի առումով, ամեն դեպքում մի քանի վլոգներ գնացել եմ, հանել եմ բոլորին, շատ էլ չեմ խորացել սիրելիներս, ինչը ճիշտ, Սեր Արեգ վլոգը, Սերինեն էլ հավես մամա է իր բուջուրիկ բալիկների հետ հավես վիդեոները նկարում ու այսպես տեղադրում իր ալիք իր առօրյայից։ Արև Սահակյանը, որը որ ինձ գրել էր մեկ անգամ, ես չէի տեսել, որը որ հետո ինձ գրեց, ես հետո Սոնայից որ տանում էինք արդեն առողջական խնդիրներ ունեցավ, Սոնաս հիվանդացավ, ես տենց մոռացա Արև ջան, կներես որ մոռացել եմ, սա էլ էսպես, ուզում եմ մեկ էլ Անի էջը ցույց տամ ձեզ, Անին, այս բուջուրիկ իր հրաշքի հետ, Հայաստանից դուրս է ապրում, էլի ներկայացնում է իր ինքն, անցել է 1000-ը, ինչի մասնախոսքը ես չի մենակ ասում եմ 1000-ի, բայց Անին այն մարդկանցից էր, որ ինձ հետևում էր ու առանց իմ ասելու, որ էջս գովաստ կանես կամ բան, ինքը փորձում էր իր այդ բուջուրիկ էջով, հələ դեռ 1000 էլ չուներ, հետո 1000-ից հետո էլ արեց, բայց ընկավ ոնց որ էլի այդ մեր խառը բահերի տակ, ես իրեն հետո չկարողացա այսպես շնորհակալությունը հայտնել, բայց Անին էլ հավեսին աղջիկա եկել էր Հայաստան, շատ ափսոս, որ ես ուշ իմացա, մենք կուզենայինք հանդիպել, սիրելիներս, եթե դրսից գալիս եք ցանկություն կունենաք հանդիպելու, մի փոքրիկ շուտ ասեք, որ ես իմ ժամանակի առումով հարմարացնեմ, Անին եկավ այն ժամանակ, որ հովուլը վիրուս էր, հետո 28-ին հետ պետքա գնար, 28-ին արդեն Սոնայի ծնունդն էր, բայց ես շատ կուզեի Անիի հետ հանդիպել, Անին հավեսով, ընտանեկան սենց վլոգներ այլի տեղադրում, իր առօրյայից, իր ամեն ինչից հաջորդ անգամ որ Անի ջան գաս մի փոքրիկ ինձ շուտ ասա անպայման ես էլ կուզենամ ցանկությունը երկուսիս էլ կար որ հանդիպենք մի խոսքով որ մարդու չեմ մոռացել չէ սիրելիներս չեմ մոռացել այսքաններ աղջիկներիս էջերը ներկայացնելը որ իրանց էջերը ներկայացնեմ, ճիշտ է Արմինեն չգիտեմ ինձ բաժանորդ չի ու չի գրել իմ բաների տակ, բայց քանի որ ինքը նոր է եկել էս հարթակ ու քանի որ Աննան ինձ առանց որ սենց մի վարքյան մտածելու երկու անգամ, ոնց որ եթե սխալ եմ հիշում, 2 թե 3 անգամ ներկայացրեց իր ալիքով ու Աննան ինձ մոնտաժների հարցում է շատ օգնել, որ ես կարողանամ մոնտաժներ անել մեկ Աննան է մոնտաժների հարցում ինձ օգնել, մեկ Անժելան, ինչի համար իրանց անչափ շնորհակալ եմ, ուզում եմ ասել, ես էլ ուզեցի
նախ շնորհավորել Աննային, որ քուրիկը բացեց ալիք, հետո քուրիկին շնորհավորել, որ Աննայի շնորհիվ այդ կարճ ժամանակահատվածում հավաքեց այդքան հետևորդ եւ արդեն 1000-ն անց է։ Բոլորիդ շնորհավորում եմ, աղջիկներ ջան, բոլորիդ շնորհակալ եմ, որ դիտում եք, որ մեկնաբանում եք, որ իմ ալիքի կողքին եք։ Այսօր կաշխատեմ երևի թե վլոգը պարտադիր տեղադրեմ, քանի որ շատ ես երկար ժամանակ ուզում եմ անել ու չի ստացվում։ Եկեք այս ժամանակն էլ տրամադրեցի թանկ ձեզ, սիրում եմ բոլորիդ շատ, եկեք անջատեմ, միացեք իմ աղջիկների ալիքներին, ոգևորեք մեկըդ մյուսին, բարին կամեցեք մեկըդ մյուսին, օգնեք, որ լավը տվեք, որ այդ լավը հետ վերադառնա ձեզ։ Դե ինչ, հուսով եմ, ոչ մեկի չեմ մոռացել, եթե հանկարծ ինչ-որ մեկին ես մոռացած կլինեմ, ուրեմն սիրելիներս դուք վաղուց ինձ չեք գրել, ես էլի եմ ասում, իջել եմ մի 10 վլոգ, որ այս անունները դուրս եմ բերել, Անին էլ տեսակ, ես էլի մոռացել էի, պահի տակ եկավ, կարար եւ չգար, ուղղակի պահի տակ ես ոնց Աստված բերեց, հիշացեց, որ ես Անին էլ չմոռանամ, Անին էլ էլի են մարդներ, որ առանց ինձ ասելու էլի իրա փոքրիկ լսանով, բայց պարզ ու մաքուր սրտով ներկայացրեց իմ ալիքը։ Եկեք գնանք, հաջողություն ասեմ ձեզ, ես գնամ պատրաստվեմ, որպեսզի դուրս գամ, չուշանամ իմ գործերից, սիրելիներս, լավ մնացեք, կհանդիպենք մենք արդեն հաջորդ տեսանյութում։ Շնորհակալ եմ բոլորիցդ շատ, անչափ շնորհակալ եմ, մի բան էլ ասեմ, մրցանակն արդեն երևի թե մի շաբաթ ավել 10 օր մեր տանը դրած է ու ես մրցանակն է լինելու հաջորդ նկարահանումս խոստանում եմ մրցանակի համար, պատկերացեք ժամանակ չունեմ նկարելու, ներողություն եմ հայտնում Աննայից, բայց հաջորդը դա եմ անելու անպայման, որովհետև ասեցի ու չներկայացրեցի, ամեն դեպքում պատկերացեք ինչի համար եմ դա ասում, որ ինչքան ժամանակ է մեր տանը դրած է ուղղակի, ես վլոգները որ տեղադրել եմ, սիրելիներս, հենց այդ օրը չի եղել այդ իրադարձությունը, դրանք եղել են շատ, քանի մանավանդ այս մի ժամանակը, որ դուրս ու ներս ենք անում, հյուրեր ունենք, մենք ենք շատ տեղ գնում, սենց որ նկարել եմ, որը չէ, ուզում եմ ասել, էդի բերեք, ես նկարել եմ, վերցրել եմ պոշտայից, բերել դրել եմ տանը ու մինչև հիմա մեր տանը դրած է այդ բանը, ու որ ես նկարեմ, արդեն պարզ կլինի, երբ հարմար կլինի նկարելը մրցանակի, ուզում եմ ասել, տեսեք, նեշի, որ մենակ իմ աղջիկներն էր, ես կարևոր չեմ համարեք, ոչ թե կարևորի ու անկարևորի, այլ ես նախ, էլի եմ ասում, մոռանում էի ամեն անգամ, որ ես դա անեի, վլոգ որպես, երկրորդն էլ, եթե ես անուններ չգրեի, կարող է ոչ մեկին չհիշեի, մի երկուսին ասեի ու վсё փակվեր հիշողությունս, ու երրորդն է ժամանակ չունեմ, շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ, նույնիսկ կուզեք բերեմ ցույց տամ, որպեսզի համոզվեք, որ մրցանակը այնտեղ փակված դրած է, մինչև հիմա ես նույնիսկ չեմ բացել, ես ուզում եմ դա ձեր հետ բացեմ, Instagram-ում երևի թե կբացեմ, արդեն YouTube-ում էլ նորից ձեզ հետ, հերթով կհանեմ և ցույց կտամ, սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, պաչիկ եմ անում բոլորիդ, լավ մնացեք, կհանդիպենք, պակա։ Սիրելիներս, սա էլ ապացույց, որ սա դեռ չի բացվել, սա ինձ մոտ է, ամբողջ խնդիրը ժամանակն է, ոչ թե արդարանալու կամ ինչ-որ բանի առումով եմ ասում, այլ խոսքս ճշմարիտ է, որ ես չեմ խաբում, ուղղակի խոսքեր զուտ ասեմ, ես այդ մարդը չեմ, սա կբացենք միասին, Instagram-ում և YouTube-ում, ուզում եմ ասել, որ ժամանակի առումն էր զուտ պատճառը, եկեք անջատեմ, գնացինք կհանդիպենք հաջորդ վլոգներում, սիրելիներս։